Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Էդգար Էլբակյանը։ Բարև ձեզ Էդգար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես Սրբազանը միացավ մյուս սրբազաններին, բայց ոչ այնքան լավ իմաստով։ Գիտեք, որ 3 սրբազանները շարունակում են փակված մնալ, մեր իրական սրբազանները, փաստորեն հետո կյանքը ցույց տվեց, որ մենք ունենք այսպես մոլա դառնալու ճանապարհին կանգնած անգամ սրբազաններ, մենք այսօր առանձին խոսենք Վազգենի մասին, մի հատ դրա անուն է, էլի, որտեվ արդեն ես ճիշտ ասած անհարմար, ինչ? Էջիկ? Հա, անհարմար եմ զգում ասել Վազգեն սրբազան, ես մի շատ բարձր կարծիք ունեի, մտածում էի ներդաշնակ հանգիստ բան այսպիսի, փաստորեն 3 էր նորից ինքը հիմա բանի ցուպը ձեռքը վերցրած այս հեռուստաընկերությունից գնում են հեռուստաընկերություն այնտեղից այնտեղ իմիջիայլոց մյուսները մի փոքր հետ են քաշվել ինչը շատ հետաքրքիր է դե երևի այն մեկը հասկանում է որ իր վրա այնպիսի կոմպրոմատներ կան հիմա հասկանում եք մի քիչ շատ այն բոտեքսա որ մի հատ ինչ որ սրբազան ունեինք տարօրինակ հիմա եթե հանկարծ այս կողմից ակտիվանա չէ եթե ակտիվանա ինքը վախ, այնպիսի խայտարակ բաներ կարող են հրապարակ գալ, օրինակ, այդ սեղանի շուրջ հավաքված մեկ այլ հոգևորականի հետ կապված այնպիսի բաներ, որ բանը Էդգարն անգամ կարող է ամոթում մի քանի օր Էդգար ջան տանից դուրս չգաս, ինքը հասկանում է, չէ, հիմա կարող է այնտեղ մի սխալ թույլ տան, նրանք կարող են հանկարծ այդ ամեն ինչը հրապարակ անել, այնքան էլ բան լավ վիճակում չեն, երևի դրա համար ասել է լսեք, այն ինչ որ իմ գլխին թափվել է, թողեք հանգիստ մի հատ տեսնեմ ինչ է կատարվում։ Դե պարզ է, այն մյուսն էլ որ ասում են, այս ամբողջ ֆիլմերի հետ կապված իր հետ կապ ունի, երևի նույն թեմայով է լռում է այդ սեղանի շուրջ հայտնված սրբազաններից մեկը։ Մյուս սրբազանը, Կոտայքի սրբազանը, ճիշտ ասած, նաև այնպիսի ինֆորմացիա գնաց, որ ինքը նաև հասկանում է, որ շատ մեծ սրբապղծության ճանապարհ է Բայց երևի սկզբում հասկանում են, հա, հասկանում են, հիմա մարդ կա, որ այսպես վերջնական միջև այսպես կոկորտը կամ գլխի ծայրը այդ տիղմի մեջ, ընդ որում թուրքական տիղմի մեջ շարունակում է խրվել, ինչպես Վազգենը, բայց մյուսները մի փոքր զգում ես վերապահություն, բայց այստեղ մենակ բանն է, որ զգում ես, ասենք կճանի պարագայում, որ ասում է ինչ է կորցրել, ինչ է գտել, մի 100 բան ես կողմ, 100 բան եք, ասում եք, ասեք էլի, որ նորություն չի կճանի համար, իմիջիայլոց ես այդպես է չլսեցի, ոչ Տիգրան Սարգսյանի ձայնը, բանը, ինչա, թևը բռնած տենց առաջ էին տանում միշտ իրանց սրբազաններ, բաներ, քավոր էր, չգիտեմ ինչ էր բոլոր սեղանների, հատկապես հանրապետականի Հովիկ Աբրահամյանը այդպես էլ ձայն չանել, սենց ապավինում էին, ընկերություն էին անում, աջակցում էին, ինչու ոչ Սերժ Սարգսյանը կարող է ինչ-որ բան ասել, օրինակ այս սրբապիղծի հասցեին, որ սրբապղծությունը շարունակվում է, էլի նույն աջակցություններ վայելում իրենց, չէ, սենց բաներ զախտներ դարձել այս Կճոյանը, ու չգիտեք ինչի, իր բոլոր հանցագործությունների ու սրիկայությունները ծածկադմփոցի էր արվում եւ փակվում գնում էր, սա ինչ-որ բաներ կա, որ երևի միայն Աշոտյանը ճիշտ ասած գրեց, դե Աշոտյանն է, չէ, ինչ-որ գրեց, որ այդ 7-ը իր համար ինչ են, դե 7-ի մեջ նաեւ մտնում էր Կճոյանը, այնպես որ հիմա դե բան է, այստեղ կարծեմ տես մեծ սարսափելի վտանգ չկա, էլի, մյուս առումներով գուցե վախեցած, վախվորացին գիտեմ, որ շատ վատ վիճակում է Հովիկ Աբրահամյանը, որտեվ սրանք իրանք չեն հասկանում, ոնց որ Խաչատուր Սուքիասյանը, իրանք չեն հասկանում, որ Նիկոլը ինքը նաև նեոբոլշևիկ է, ինքը նաև դասակարգային բան է տանում, ինքը ընդհանրապես ես ձեզ վստահեցնում եմ, եթե Նիկոլը, ասենք հիմա միլիարդեր է, վաղը ունենա 100 միլիարդ, կապ չունի, ինքը զարմանալի բան է, չէ, Էդգար, ինքը ատում է ընդհանրապես բոլոր կայացած ունեցող, դրա համար հիմա որ ասում է Խաչատուր Սուքիասյանը ցուցակում չկար, պարզ է, ինչքան ուզում եք ասեք շահերի համընկնում կա, Սուքիասյանը իրեն պետք էր ընտրությունների ժամանակ, ինքը Սուքիասյանի պետքա որ իր հարստությունը պահի կամ ավելի մեծ հարստություն ունենա, վերջապես կարողանա Ծառուկյանից ավելի շատ նշած, չի ստացվելու։ Սամվել Ալեքսանյանից ինչ են ասում, լֆիկ, հա, ինչ որ տենց անուն ունի, Սամվել են ասում, ինչ են ասում, Սամվել Ալեքսանյանից, այդպես է, չէ՞ իր անունը, շատ ունենա բան, միևնույն է, իրանք ինչ որ ժամանակահատվածում կարող են շահերի համընկնել, բայց խորքային առումով Նիկոլը ատելություն ունի իր նկատմամբ, եւ ավելին ասեմ, ինքն էլ ունի, այնպես չի որ Խաչատուր Սուքիասյանը չունի, այդ կա, ուղղակի այս պահին համընկել է իրար հետ
թուրքական շահ կա, թուրքական շահը գերակա է, Եթե կա ընդհանուր արտաքին թշնամի, իրենց համար կա, չէ, բայց նաև բանը նա խորամանկ է, ասենք Նիկոլը, բայց Սուքեսյան այդ առումով ավելի խելոք է, ես ասեմ իմիջիայլոց ես ինչ որ տեղի ունեցավ, մի տեսակ թռանք թեմաներ էստեղից այնտեղ, բայց ինչ որ տեղի ունեցավ շատ լավ է Սուքեսյանի համար, հիմա ես կարծում եմ ինչքան զայրացած է բան է, որ ինքը ցուցակում չկա, բայց ինքը այս իմաստով պարոն Սուքեսյան շատ լավ է, որովհետև մի քիչ գոնե լավ է, էլի, մի քիչ, որտեղ ես այն կարծիքին եմ, որ ոչ մենք չենք փրկվելու, շատ շուտով բերելու ենք այդ 300,000 ադրբեջանցիներին, թե ինչ են անելու մեզ այդ մենակ հիմարը չգիտի թե ինչ է սպասում այս բոլորին, բայց գոնե մի փոքր խիղճը կարող է հանգիստ լինել ապագայում այդ թորները, երբ որ ասեն թուրքերի հետ է եղել թուրքական այս բան քաղաքականություն արել, կարող ասել վերջում դեդեղով է հարցնելու, իրենք չուզեցին թե ինքը չուզեց, գոնե գասի այս թուրքերից մի փոքր ներսի թուրքերից մի փոքր հերոյի գոնե ցուցակի մեջ չկա։ Այս իմաստով էլ դա ուզում ասել։ Եվ թիրախում իրենց համար արշակ լավատես են իմաստով, որ ինչ-որ մեկը կմնա և թորները կմնան ինչ-որ մեր հայերից ինչ, ես այդքան լավատես չեմ, ի տարբերություն բոլորի, իմ պապերը, ես ծնվել եմ և իմ մեծ պապերն ու տատերը պատմել են, թե թուրքերը ինչ են արել, իմիջայլոց, սա մի տեսակ բան է, տեսեք, շեղվում են, բայց շատ կարևոր բան է, ձեր համար էլ հետաքրքիր կլինի, տեսեք, մերոնք սասունցիներ և մշեցիներ են եղել, գիտեք, որ ինչ-որ մի պահից այնտեղ թուրքերը նախ սկսել են շատ արագ դպրոցները փակել եւ այնտեղ հիմնականում վերել լցրել են քշել են քրդերին եւ ինչ է եղել երբ որ փակել են եկեղեցիները փակել են դպրոցները մի մասը դարձել է թրքախոսներ մի մասը դարձել է քրդախոսներ ուրեմն լեզուն մոռացնել են տվել որտեղ դպրոցները փակել են եկեղեցին փակել են թրքախոս քրդախոս բայց նաեւ հասկացել են որ սրանք հայ են հարց եմ տալիս ինչի են այդ ամեն ինչից հետո նորից կոտորել մերոնց Ձուլել են, դպրոցները փակել են, եկեղեցին փակել են, այդ վերջին հայերեն իմացող այդ ավակ սենուտն է եղել, կրոնական այդ բան բոլոր հարցերը փակված, արդեն սեզ կիսաձուլման բանի ճանապարհին է եղել, հարց եմ տալիս, ինչի են կոտորել, այս հատուկ նրանց համար եմ ասում, որ հույս ունեն, որ կարող է իրանք ադրբեջաներ են սովորեն այս Հայաստանում ապրողները, Կարող է եկեղեցիները փակեն, հայկական դպրոցները փակեն, բայց չգիտես ինչի, իրենց թույլ տան, որ ապրեն։ Դրա համար ասում եմ, թուրքը ինչի է մերոնց կոտորել, հարց եմ տալիս։ Լեզուն մոռացել են, կրոնը մոռացել են, բայց էլի կոտորել են, վերջը հասկացել են, փախ են եղել, գնացել են միտեղ, հետո մեկ ուրիշ տեղ, այսպես մի քանիսը փրկվել են, մեծ պապս, հետո պապս փրկվել են, այսպես այդ շարավիղը մնացել է, մենք ասենք հետո տենց մեր Գերդաստանը մնացել է։ Ինչ են, ոնց է եղել, ոնց է։ Այդ նշանակում թուրքերին չճանաչել, չէ՞։ Որտեվ այդ մարդիկ ոչնչացնում են մեզ ընդհանրապես, ուզում ես թրքախոս եղի, ուզում ես հայ ես, վաղը կարող է հանկարծ ինչ որ մի բան աշխարհակաղակական, ինչ որ մի բան փոխվի եւ դու հանկարծ հիշես այն քո տատին, որ հացի վրա խաչ էր անում, հիշես այն աղոթքը, իմիջիայլոց մեր տանը այդ ցեղասպանության ժամանակ նաեւ գիտեք, չէ, փոխանակ մյուսները ոսկի չգիտեմ ինչ են տարել, մեծ տատս թոնրի մեջ որ գցել են նարեկ ու բան, այդ գիրքը այրված է, այսպես կա, այնտեղից վերցրեց օծը դրանով են փախչել ու միջև հիմա կա, այսինքն այդ հիշողությունը մերոնց մեջ, թեկուզ դարձրել են քրդախոս, թրքախոս, բայց այդ հիշողությունը կա, այդ հիշողությունը վախ ունի թուրքը, որ կարող է մի օր հանկարծ իր մեջ այդ ինքնությունը, հայկական ինքնությունը արթնանա եւ ասի ես հայ եմ, ուրեմն ինչ է անում թուրքը, ուրեմն գալու է նորից կոտորի, ուրեմն իր Սաֆարովին ինչ է արել, գեներալի կոչում է տվել Հայ վիզ կտրողին գեներալի կոչում է տալիս, մեր գերիներին այնտեղ ստորացնում է, մեր սրբազանը, որ ասում է դուք դավաճան եք, դուք չպիտի մնաք, Արշակ սրբազան իշխանության տանում բանտում է, բայց այստեղ նստած հավատում են, չէ, թուրքը լավացել է, թուրքը բարիացել է, թուրքը գալու է, չգիտեմ ինչ անի։ Հիմա ես կուզենայի Արշակ սրբազանի մասին խոսել, դուք մի հատ դիմադրողականությունը նայեք, էլի, ինչ են անում։ Իրա դեմ մի հատ այլանդակ արշավ է սկսում Արշակ սրբազանի դեմ, բոլոր առումներով, տանում են ժամերով, պահում են ԱԱԾ, վստահաբար կոմպրոմատներ, ակնարկես չէ դրա մասին։ Այս կանենք են կանեց, չի ընկրկում, մնում է, շարունակում է մնալ։ Հետո մի հատ այլանդակ ձայնագրություն են տարածում։ Հետո իրենք են անգամ հերքում, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Հետո այդ ամենով հանդերձ սրբազանը կանգնում է, ասում է ես եկեղեցու կողքն եմ, ես վեհապարի կողքն եմ, գնում է իր ամենամանր ողորմելի քայլը։ Բա դե տղա ես, բա դու ժողովրդական ես, բա դու ժողովուրդը քեզ ուզում է, բա դու վարչապետ ես։
Դե մի հատ sense, չէ, դեմ արդեմ պայմանական ասած, դե շարունակի քո կռիվը։ Բան չես կռիվսական այդ բաները անում։ Ինչ ես այդպիսի գործիքակազմ, ինչ ես տանում փակում, չէ՞։ Բո դու կռիվ է, ընդ որում ստոր բոլոր բաները անում ես, դու պարտվում ես, բայց դու այդ ստոր բոլոր բաները անելու հանդերձ պարտվում ես եւ դու դիմես ամենակեղտոտ վերջին գործիքակազմին։ Դրանից հետո մենակ մնում է սպանել, ուրիշ բան չի մնում։ Բանտելուց հետո դա է մնում, դա չգիտեմ արդեն երևի ինչ որ մի փուլից էլ ինչ կլես, արդեն չեմ հասկանում։ Ես կուզենայի Արշակ Սրբազանի մասին խոսել եւ նաեւ մեր մյուս սրբազանների մասին, որ պատահական չէ, որ այսօր այս 4 սրբազաններն են փակված։ Դե ինձ մի քիչ դժվար կլինի ձեր տեմպերամենտին համահունչ բան անել, եթե շարունակել, կփորձեմ իմ ոճով։ Իշխանությունը օր առաջ պետք է հեռանա։ Արշակ Սրբազանի վերջին խոսքերն էին բանտարկվելուց առաջ։ Մեր 4 սրբազան հայրերը, որ բանտարկված են, փաստացի եկեղեցու դիմադրողականությունը մարմնավորող հիմնական կերպարներն էին։ Այս դե ֆակտո իշխանությունները փորձում են նրանց ներկայացնել ուրիշ տեսանկյունից, իրենց բառացի չէ, բայց իրենց քարոզչական հարթակներով փորձում են ներկայացնել իբր ուղակի կոպիտ ասած կաթողիկոսի մարդիկ, ասենց իրենց գռեհիկ աշխարհիկ լեզվով, բայց եկեղեցու տրամաբանությունը, եկեղեցու ներքին կացութակարգը մի քիչ ուրիշ է, այնտեղ չկա էլ այդ հասկացությունը դու ում մարդն ես, ում մարդը չես, իսկ ովքեր որ դրա կրողն են, ուրեմն խորթ են եկեղեցուն։ Այդ ուղղակի կա ոնց որ բան շատ լավ ասեց, իդեպ այդ մարդուն էլ հարգանք, Գյումրիի տերնշանին։ Այո։ Ոնց որ եսի մենով եկել է, ասում է, բա երեխա ունի, երեխա չունի, ասես ռադեղ է կոպիտ ասած։ Իսկ դու ասած տղու հետ աղջկա հետ քնած կաս, լևի գնացած կաս։ Ասես բխեք ինձ տենց անձնական հարցեր տալ, ասես լավ եմ, անդուխ ես եկել իմ հոր մասին տենց հարցեր տալի, բա իմ հոգևոր հայրն է։ Այսա մարդիկ չեն հասկանում, ինչ տեսակ կառույցի հետ գործ ունեն։ Ու այդ կառույցը ինչքան էլ լինի Աստծո ստեղծածը, Աստծո մասին լինի, բայց մեկը մսից արյունից մարդիկ են դրա անդամ եւ բնականաբար մեկը ավելի զորավոր է իր հավատքի եւ հոգեոր ծառայության մեջ, մեկը մի փոքր ավելի պակաս։ Հիմա այս ամենազորավորներն են, որ այսօր հալածվում են։ Բագրատ Սրբազանը, չմոռանանք։ Իհարկե, ինչու՞ դիմորան, Բագրատ Սրբազանը։ Չէ, բարձա չենք մոռանա, բայց ես մի բան հիշեցի, որ հեն օրը մի բան էր, խելացի մարդ էր, այսինքն հարց չկա, բայց էլի խոսքի մեջ ասեց բանա, դե եկեղեցին եւ պետությունը սահմանադրորեն ոնց որ առանձին են, այսինքն ոնց ստացվում մեր կողմից էր խոսում, բայց ինչ ասեց, ասում է բանա, հայ իհարկե ասում է ինչ գործ ունի վարչապետը բանի հետ, կուսակրոնություն իր ինչ գործն է, ու դե մյուս կողմից էլ եկեղեցին էլ ոնց որ չպետք է միջամտի քաղաքականությանը։ Ես ուզում եմ, չգիտեմ, որ երրորդ անգամ իմ հանրային խոսքի մեջ, ու մենակ ես չեմ այս մասին խոսում, բայց ինքը շատ տարածված մոլորություն է, դրա համար պիտի մենք էլ շատ ճիշտ ասենք։ Նման բան որևէ օրենքում ֆիքսված չկա։ Դա կիսաճշմարտություն է։ Կա այն, որ պետությունը իրավունք չունի միջամտել որևէ մի, եթե հիմա 4 օրենքի հետ մեռած տառերով ենք խոսում, որևէ մի կրոնական կազմակերպության գործերին, այդ թվում մեր եկեղեցուն, որ դե յուրե էլի գրանցված է պես կրոնական կազմակերպություն։ Բայց հակառակը չկա։ Ոչ միտեղ գրված չի, որ այս եկեղեցին, այն եկեղեցին, առավել ևս հայ առաքելական եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, այսինքն ոչ եկեղեցին ամբողջությամբ, այլ դե պարզ անդամները, չէ։ Հակառակը, բացեք այդ անդերուդուս օրենքը, կարծեմ բանի մասին է, էլի այդ կրոնական կազմակերպությունների թե ինչ բան, ազատությունների բան, այդպես օրենք կա։ Հակառակը այնտեղ հատուկ շեշտադրած է, իդեպ նենց էլ չի ինչ որ մեր հանճարեղ ոնց որ մեր օրենքների եւ 80-90%-ը պրոստը արեմուտքը ոնց ասելա, տենց արտագրած է։ Բայց ամեն դեպքում արտագրած է այն, որ ընդհակառակը հատուկ երաշխավորվում են, ոնց որ բոլոր քաղաքացիները ունեն քաղաքական իրավունքներ, մի հատ է գրած է, որ հատուկ երաշխավորվում են կրոնական կազմակերպությունների անդամների, սպասավորների, հավատացյալների քաղաքական իրավունքները։ Դա մի հատ էլ հատուկ շեշտադրած է, որ քանի որ այս մարդիկ մի քիչ տարբերվող են, բան հանկարծ խտրականություն չլինի եւ այլն, բոլոր կրոնական կազմակերպության անդամների իրավունքները մի հատ է առանձին շեշտած է։ Ասենք եթե ձերը իմը դե տենց զավացկոյ ունենք իրավունքներ քաղաքական, իրանցը մի հատ էլ հատուկ պաշտպանության ենթակա է։
մոռացեք այդ, որ ասում են բա եկեղեցին դե լավ դե ախր թող եկեղեցին չխառնվի քաղաքականության, տեսեք իրանց համար ինչ լավ իրանք բան են սարքել արդարացում լեգիտիմացում էլի իրանց արշավի, ասում են նայեք առանձին է, չէ՞, մեռնեմ օրենքի զորությանը եկեղեցին պետությունը, իրանք միջամտել են քաղաքականությանը, դե հիմա մենք գնացել ենք տնանք այնտեղ ով ամուսնացած չի։ Իրանք իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ, Բաղդադ Սրբազանը հիմա անդեմի կողմ թողնենք այդ քաղաքացիություն, մահակացիություն, հերթը դրան չհասավել։ Չհասավ հերթը դրան։ Բայց այն ինչ որ ինքը արել, հա, լրիվ այդ ամեն ինչի իրավական իրավունքը ինքը ուներ։ Իսկ սրանը չկա։ Սա ուղղակի կրոնական կազմակերպության եկեղեցու բան է, իրավունքների կոպտագույն խախտում է, ոտնձգություն է, տարածքի բան է, զավթում է, մարդկանց զանգվածային իրավունքների խախտում է, որովհետև մենք քրիստոնյա ենք, չէ՞, ասենք եկեղեցու անդամներ ենք, 100,000-ավոր անդամներ կան։ Մեր բաների խախտում է։ Ուղղակի ինքան են հաբրգել։ Այդ մալադեց էլի, որ արդեն բացաշքարա են ասում։ Օրինակ տեսեք 18-ից հետո ինչքան գործեր բացվեցին, չէ՞։ Հիմա թվում է թե իրանք այդ գործ բացողները պետքա զգուշ լինեն, որ արա կարող է մի օր էլ մեր վրա sense մի բան լինի։ Իսկ գիտեք իրենց падգամավորներից մեկը ինչ է ասել։ Դե ասում եմ պրծած մարդիկ են, Էլինար Վարդանյան, ես եթերում լսեցի, երբ որ ասել է ինչ էր Սիսակ։ Ինչյան։ Սիսակ Գաբրելյանին ասել է, բայց դուք չեք հասկանում, որ մի օր կարող է պատասխան տակ, բան, ասել է, դե բայց վերջում մի օր այդ պատասխան եք, չէ՞ տալու պետության առջև, մի օր ասել է, բայց լինելու է։ Ոնց է ձեր համար։ Լավն էր։ Այդ մարդիկ մտածում են, ասեն կամ գիտեն, կամ վստահ են, որ Հայաստան չի լինելու։ Այդ հրապարակային տարբերություն։ Չէ, առանձնազրույց է եղել, բայց ամենայն դեպս Էլինարը հրապարակային ասեց դրա մասին։ Ես մի քիչ այդ, չգիտեմ, ինչ անուն տվեցիք։ Ես չեմ կարծում, որ Էլինար Վարդանյանը Իրանից ավելի, չէ, Էլինարին գիտեմ, Էլինարը մաս չխոսք, այն մյուսը էական չի, ես այդ մյուսից ավելի բարձրաստիճան իրանց մեջ, բարձրաստիճան մարդու էլի բանավոր խոսք գիտեմ, որ ինքն ասել է մենք պրծած մարդիկ ենք Ղարաբաղից հետո։ Հա, ասելա Ղարաբաղից հետո էլ ինչ, էդի որ մարսել ենք, խփի թոյեթ է, կոպիտ ասած։ Նույն լոգիկան է իրական, ինչ որ այդ բան անունով մարդը ինձ անհայտ։ Ու իդեպ սա էլի լավ բան է, որ սրանք ուղակի հերթական հայկական իշխանությունը չեն։ Էլի եմ ասում, եթե լիներ, ասենք իրանք դե նախորդի ընդդիմությունն էին, հոպ եկան իշխանության, սկսեցին դատել մատել եւ այլն, բայց եթե դա լիներ ուղակի ներքաղաքական պայքար, իրանք կմտածեին, որ չէ, ախպեր կռուգը կֆռա նորից իրանք կգան, այս նույն բանը կլինի։ Այսինքն իրանք զավթել են, օտարեն։ Իրանք զավթիչ են, ու իրանք հենց տանում են դրան, որ կռուգը էլ չֆռա, game over լինի, որ ինչ կռուգ ֆռա, որ մի հատ էլ ինչ որ մեկը գա։ Դրա համար կանգնում է դե ֆակտո այսպես կոչված վարչապետը ասում է բանա։ Ասում է հա, ԱԱԾ-ին ասում, ոնց էր ասել, խոստովանում է։ Խոստովանում ասում հա, ԱԱԾ-ին խնդրում ենք, ասում են գնացեք, ասեք, անունը մի տվեք։ Դե հիմա կարած բան անես, ասենք ԱԱԾ-ին ուղարկես Եհովայի վկաների մոտ, ասես սենց արեք, նենց արեք, բարա։ Այսինքն սա ուղղակի եկեղեցու հալածանք է։ Իսկ այն մարդիկ ովքեր որ բռնադատված չի անում ԱԱԾ-ն։ Բայց ինչի՞ չի անում։ Հիմա ես ռետոր հաստամ ասեմ, բայց ինչի՞ չեք անում ԱԱԾ, կամ կրկնեմ, ասենք Միրանի խոսքերը Հակոբյանում նկատմամբ, չգիտեմ, մաղափորձեր, թե ջարդեր, վախեցնել էր ինչեր, ասում են ինքը ինչ որ հայտարարություններ արել ԱԱԾ-ի հետ կապված, չկարող է, չէ, քաղաքացի, ասեն, կարող է ԱԱԾ-ի հետ կապված, ասում է դուք ինչ եք, ինչ էր ասել, մռայլ մուսոր, հա, դուք ինչ եք դուք այսօր գնացել եք եկեղեցու դեմ արշավին եք մասնակցում, կամ Հայաստանի այս բռնազավթմանն եք մասնակցում, այսպիսի բառ է ասել, կամ եթե այսօր ԱԱԾ-ն է կամ ամենայն դեպս այդ գործիքակազմը օգտագործվում է, չէ, այս մարդը հոգեխանգարված մենակ անկողիներից է խոսում։ Հիմա ասում են Միրան ինչի է խոսել, չէ, Միրան Հակոբյանը ինչ որ մարդկանց հարաբերություններից է խոսել, չգիտեմ, ԱԱԾ պետի, չգիտեմ ինչի, ամենատգեղ եւ այլանդակ թեման է, չէ, ինձ հիմա անգամ տհաճ է այդ ամեն ինչը կրկնել։ Բայց ով է սկսել այս ամեն ինչը։ Ով է սկսել Էդգար, այս իրականության մեջ։ Ով է բերել այս ամեն ինչը, ով է, այսինքն իրենց կարելի է անել, հա, իրենք կարող են անվերջ մտնել անկողին այդ հիվանդի բանա։ Գնացեք ձեր արձանները ինչքան ուզում եք բռնաբարեք։ Ասում եք մենք արձան ենք սիրում։ Դրա արեք ու ձեր դե գրքերում գրում էին, չէ, արձան ենք սիրում, չգիտեմ ինչ ենք անում։ Այս թեմաները ով է բերել հրապարակ։ Դուք տեսել եք նախկին իշխանությունների ժամանակ անգամ այն որ Սերժ Սարգսյանն ասեց ինչ որ բան պիտի հրապարակեմ, շատերն ասում էին հեսա չգիտեմ ինչ, ոնց կարող էր ասենք Սերժ Սարգսյանը եթե անգամ ձեռք կլներ նման բան իրեն թույլ տալ։
Պարզ է, չէ՞ որ չէր կարող։ Նորմալ մարդը, նորմալ ղեկավարը նման բան չէր կարող անել։ Հիմա դուք բերել եք այս այլանդակ թեմաները հրապարակ, մեկն էլ խոսում է ԱԱՑ-ի մասին, էլի որ ասում եք դե ԱԱՑ-ն թող գնա, չգիտեմ, մարդու նկատմամբ մահափորձ են անում կամ չգիտեմ, ծեծ ու ջարդ են անում, բայց ինչի՞ չի գնում ԱԱՑ-ն։ Հիմա հարց եմ տալիս։ Դե գիտեք, մեր բոլոր կառույցները ստեղծված են զարգացել են այնպես, որ ուղղակի ոնց ասեմ, հրաման կատարող կառույցներ։ Բաներ ազգային թեւ կար ԱԱՑ-ում։ Չեմ բացառում, ենթադրում եմ, որ արդեն չկա։ Բայց ամեն դեպքում բանակից սկսած ամենտեղ Հայաստանը ինքը որպես հետսովետական երկիր, այդպես պետական ապարատը խորը գաղափարականացված չի եղել։ Եղել է ուղղակի բյուրոկրատացված, հիմա շատ կոպիտ ասած առաջ նենց էին ասում, նենց էին ծառայում, հիմա սենց են ասում, սենց են ծառայում։ Այդպես ավելի հեշտ է կառավարելը, բայց եթե դու սովորական երկիր ես, իսկ եթե դու մի երկիր ես, որ աչից ձախից թուրքերը կարող է մի օր գրավեն, բան անեն, հիմա լավ, նույն բան է, եկեղեցին, որևէ մի ազգային իշխանություն, իրական խորքային ազգային իշխանություն եմ ես ասում, էլի, երբեք չպիտի ուզենա եկեղեցուն ենթարկել իրեն։ Իհարկե։ Չէ, նայ, բայց ես ասում եմ ազգային, այն որ լրիվ ջանջիգյար է, երկրի ղեկավարը իրական է գնում պատարակների, ասենք ծունկի գալով ամբողջ բանին մասնակցում, չէ, պատկերացեք նույնիսկ այս ձև իշխանությունը, եթե ազգային լինելուց բացի նաև խելացի լինի ռազմավարական առումով, նույնիսկ այս ձև իշխանությունը երբեք չպիտի փորձի եկեղեցու այդ ինքնուրույնությունը քանդել։ Խի շատ բարձ պատճառով, որտեվ կարող է մի օր Հայաստանն է, կարող է մի 150 տարի լավ ապրում ենք, ելի մի օր մի հատ թուրքանոց է դառնում։ Եկեղեցին գոնե իր ինքնուրույնությունը պահած չլինի, բայց պատկերացու եկեղեցին դու բռնես կծես պետությանը, թուրքերն կան պետական ապարատը։ Հիմա մեր ամբողջ դժբախտությունը Էդգար գիտես ինչու՞մն է, որ թուրքերը դա գիտակցում են, որ այդ մեր պահող միակ ինքնությունը եկեղեցին է, փաստորեն այդ ԱԱՑ-ն չի գիտակցում, ԱԱՑ-ում չկան մարդիկ, որ մի օր այ գոնե այդ ինքնությունը պահող մի մարմին աշխարհով մեկ պիտի լինի, որ պահի, չէ՞, այդ վերջինն է, չունենք ուրիշ։ Ինչա դեսպանատներ ունենք, երկիր ունենք, ինչը միջազգային կա, այդ միակ կառույցն է, այսինքն որ մի քիչ, հա, մի փոքր ազգային բան ունենալ, ԱԱՑ-ն, բա կգնա sense կոչնչացնի հայ առաքելական եկեղեցին։ Իհարկե այս կապիկությունների ֆոնով էլի, հիմա մասնատելու է բերի այստեղ մի հատ ուրիշ կաթողիկոս դնի, բայց դա ի՞նչ է նշանակում, նշանակում է ոչնչացնել, առանձնացնելու է Հայաստանին մյուս տեղերից, կտոր բաժանի, որ հետո հեշտությամբ հետո եւս մեկ ոչնչացնի։ երկերեսանություն ֆիքսենք, ամեն ինչ պետքա ֆիքսել, ճիշտ է, գիտեք, sense մի բան էլ կա, որ իրանք այս դե ֆակտո իշխանությունները դաշտը ինչ հիմարությամբ ասած լցնում են ու ցավոք սրտի այդ հոգուտ իրանց է հատուկ են անում, որտեվ երբ որ դու sense դաշտը ուղակի ոնց որ հիմա մեկը դուրը բացից վեդրոներով սկսի ջուր լցնել։ Մենք տեսաղ եթեր մետր թարգենք, ասենք այդ ջուրը բան անել, մաքրել, որ պայմաններ ստեղծենք։ Նույն ձև իրանք, ինֆորմացիոն են դռները բացում, լցնում են, ասում են դե գնացեք ջարմենք հաշեք։ Բայց մյուս կողմից բաներ էլ կան, որ իրական պետք է անդրադառնալ ցույց տալու համար իրանց հերթական, ոնց որ սուտը հերթական մեքենայությունը։ Օրինակ, ինչ էր ասել վերջերս, ասում է Մաշտոցը եղել է բան, ոնց որ պետական պաշտոնյա, այն որ չկա այտենց, այսինքն թագավորության մասն ես խոսում, հին աշխարհի մասն ես խոսում, կասես արքունական, պալատական, լավ, պետական պաշտոնյա, հաստիկավոր։ Լավ, ինչ պետության մասն է խոսքը։ Բա դա քո այդքան ատելի պատմական Հայաստանն է։ Այդ երբ որ ձեռ չի տալիս, էդի ասում ես իրական չի, էդի մոռացեք, բա այդ քո ասած պետության մեջ մտնում էր նաև Մասիսարը, որի դեմ կատաղի պայքար ես մղում։ Այդ պետության սահմանները մի 300,000 քառակուսի կիլոմետրի էին ձգտում։ Այսինքն երբ որ ձեռ չի տալիս, չես հիշում, երբ որ ձեռ է տալիս, հիշում ես, բա մի հատ հասկանանք այդ դեպքում ինչն է քեզ ձեռ տալիս։ Ստացվում է որ այն բոլոր դեպքերը, երբ որ քեզ ձեռ է տալիս, այդ նույն թուրքերին ձեռ տվող դեպքերն են։ Այսինքն երբ որ պետք է հայերին ինչ-որ վատություն անել, հայկական կառույց քանդել։ Հիմա առաջատ էին Չարենցի անունը տալիս, հետո հասկացան որ չէ, մի րոպե, բայց եթե մենք Մասիսարի դեմ ենք դուրս գալի, այդ նույն Չարենցով մեզ կհելեն կասեն Չարենցն ասել է, ես Մասիսարն եմ սիրում։ Հա։ Չարենցին էլ մոռացան, Չարենցին չեն մեջ բերում։ Այսինքն ոնց եղավ, մի օր Չարենցը ձեռ էր տալի, հիմա ձեռ չի տալի,
մեկ ասենք դուք այդ ցախ ձեռ եք առնում այդ հին Հայաստան բան, ասում եք, էդի գործ չունեք, մոռացեք կա մենակ իրականը, բայց դա մենակ իրականը, այդ իրականի սահմանության մեջ գրած է հայոց եկեղեցու բացառիկ իրավունքները։ Իրական Հայաստանն է, այդ ձեր երազած 29-8, որ դա չի մնացել։ Ես եմ ուզում այդ իրական Հայաստանը, դե գնա այդ 1040 կիլոմետրը որ տվել ես Թուրքիին, գնա բեր։ Սահմանության մեջ Չէ, ուզում եմ սահմանադրությամբ դու պետք է պաշտպանես, որ դու ասում ես իրական Հայաստանը, չէ, բայց ինքը Չէ, ինքը դրա փոխարեն Թուրքիա ասածն է, ասում բա լավ էր, որ մենք էլ բանա այս 30 տարիա անկլավներ ենք օկուպացնում, մեծ հաշվով են ասում։ Հա, բայց դրա համար մենք կարիք չունենք վարչապետ պահելու, ազգային ժողովի ղեկավարներ, բաներ, Ալիևը այդ sense տնից ասում է։ Ես այս նույն բանը ասել եմ նաև այն մարդիկ, որ գնացին բան Ադրբեջան հետ եկան, հետո սկսեցին Ալիևի բանը, փաստաբանի դերը տանել։ Չէ, գիտեք, ստեղ ախր Բորիս Նավասարդյանը, հա, էլ է եւ այլն։ Ստեղ ախր մի հատ պարս, հա, իդեպ իր ասած ընդհանրապես եկեք չֆիքսենք էլի, դու պատանների հետ կապված էր ասել։ Ասել լրագրողն ասել էր, իսկ պատաններին օրինակ հանդիպեցի կամ նման ոնց որ խնդրանք, բան, ասես գիտեք ընդենս ծանր թեմա է այդ մարդիկ։ Ինչի տական։ Շատ վատ։ Այդ բառն եմ քեզ ասում։ Այդ մարդիկ ադրբեջանցի համարում են, որ այդ մարդիկ մեղավոր են իրենց մեղքերի համար, շատ նուրբ թեմա է։ Լավ, եկեք ստեղ մի քիչ կարող ուրիշ դաշտ անցնենք։ Լավ, ես ասում եմ այդ մարդիկ հիմա ասեն գնում են տուն, հաց են ուտում, պարկում են, քնում են, քնելուց առաջ մի քիչ մտածում են անցնող օրերի մասին, նոր քնում են, հետո զարթնում են։ Որն էր իմաստը իրանց Ադրբեջան գնալու, եթե պետքա գային եւ Ալիևի ասածները կամ Հաջիևի փոխանցածները փոխանցեին։ Նիկոլը հենց դրա համար էր իրենց ուղարկե, իսկ իրենք այնքան պատրաստական։ Չէ, որովհետեւ Բորիս Նավասարդյանը միշտ է դա։ Հաջիևի ձեռը, ոչ Ալիևի ձեռը 4 քարի տակ չի։ Իրանք ունեն միջոցներ։ Չէ, որ ասма չէր խանգարի, էլի։ Մամուլ ունեն, որ իրանց ասած։ Հատել հայ ազգանով ինչ որ խումբ գնա եւ գա փաստաբան, ինչա խանգարում։ Գնա հանրայինով էլ, ասենք Ադրբեջան ֆիքսեցինք։ Իսկ բոլոր նորմալ մարդիկ ֆիքսեցին։ Հիմա Պետրոսի տաղավարում ինչ են ֆիքսում, այդ բարձա թե դրանք տարբեր բաներ են։ Հիմա այս տաղավարի թեմայով, այստեղ իհարկե մի քիչ նուրբ թեմա է Կատակամիկոն, որովհետեւ ոնց ասեմ, օրինակ հիմա ինտերնետում մեր որոշ հավատացյալներ մեր եկեղեցու աղերսագիր են գրել, տարածել, աշխարհիկ բառով ասած դիմում վեհապար հայրապետին, որ ոնց որ այդ մարդկանց բան արա, կարգալույց արա, բանադրի, մենք էլ պրսնենք, դուք էլ պրսնեք, սաղասել պրսնենք։ Բայց դա դեռ արված չի, ընդհակառակը եկեղեցու երեկվա հայտարարությունը կա, որի վերջի պարագրաֆում ասում է դեռևս զերծ մնալով կտրուկ թե սուրճ քայլերից կոչ ենք անում եւս մեկ անգամ վերադառնալ բան մայր եկեղեցու գիրք եւ այլն ոնց որ ապաշխարել։ Բայց քանի դեռ գիտեք, ստե մի քիչ էլի մենք պետքա բան անենք, էլի։ Հիմա իշխանությունները մի հատ իրավիճակ են ստեղծել, որ մենք որտեւ իրանք ունեն ռազմավարական գերազանցություն ցավոք, որ մենք ինչ անում ենք, իրանք դա կարան իրանց օգուտին բանեցնեն։ Իրանք այս 10 մարդկանց այսպես բան են արել։ Չացնելով վերել են առաջին բանը։ Հիմա, եթե մենք կանգնում ենք, չգիտեմ, այդ մարդկանց բան ենք անում, քննադատում ենք, քլնգում ենք, աշխարհիկ բառերով ենք անվանարկում եւ այլն, մենք ոնց որ մեր շահերն ենք պաշտպանում, մեր ասելով մեր եկեղեցու ազգի, բայց այդ կարա ինքը օգտագործի իր շահիրը, ասի, բանա, ասում եք, ու մեր եկեղեցին, եսի ինչ բանա, ձեր համար էլ էլի, ձեր համար էլ է քաղաքական կառույց, ով ձեր սրտով ադուրներ հետ գալիս է քաղաքականապես նրան հո բան Աստված օգնական սրբազան հայրը, ով չէ, ասենք դնում եք, ինչ ասում եք, չանենք, զսպվածություն պահենք, կստացվի որ այդ 10 հոգին ճիշտ են անում, բայց ասենք ակնհայտ է, չէ՞ որ ճիշտ չեն անում։ Հիմա այստեղ հա դրա համար օրինակ Բագրատ arczepiskopos-ը Միքայել Սրբազանը իրանք ունեն այդ իրավունքը իրանց ասելու, ասենք տիրադավ։ Օրինակ ես կորցեմ երբեք չեմ ասել իմ հանրային բաներում, ելույթներում, իրանք կարան։ Այս իդեպ շատ լավ կհասկանան, ինչքան է պարադոքսալ կարահանչի, աշխարհի կյանքով ապրողներից շատ լավ կհասկանան մարդիկ, ովքեր բանտային աշխարհին, այդ հանցավոր աշխարհին մոտ են, ծանոթ են, այնտեղ ասենք ոնց որ մի գողը մյուսին կարա ասի, որ դու էլ գող չես, բայց իրանց ավելի ցածր աստիճանակարգով ինչ որ մեկը չի կարա։ Դե բայց մենք կարող ենք, չէ՞, մեջ բերել, որ եկեղեցական բանով, որ ես մի քիչ ամեն դեպքում ստեղ ոնց որ էլի իշամ էլ եկեղեցու, էլի իշամ էլ եկեղեցու, չեմ ասում այդ 10 հոգու։ Մի քիչ ոնց որ հա պարզա չենք ասենք հա ճիշտ են անում սրբազան հայրերն են, դե էլ մի բան չի։ Մի քիչ ոնց որ բանը պահենք։ Հիմա բանը պահելով հանդերձ ամեն դեպքում ստացվում է, որ դեռևս գործող եպիսկոպոսը, ասենք
եպիսկոպոսը, Սրբազան հայրը։ Բանի այդ հմեկի տաղավարում ինչ որ բաներ լալա հարաճ բաներ ա պատմում։ Մի դրվագ կարող ենք դնել կամ կարող, հա, կամ դիր այդ Վազգենը, չէ, պատկերը գոնե։ Հա, պատկերը։ Ինչ է ասում սա։ Պատկիրքը դղալամով քաշած։ Շիրակի թեմի հոգևորականների քայլը պետականության դեմ էր, ցանկացած եկեղեցի պիտի բաց լինի հայոց պետական այրերի առջև։ Բաց է, երբ բաց չի, բանին չէին կանչել։ Հետո ասել է ես ճանաչել եմ ադրբեջանցիների, մուսուլմանների շատ լավ հարաբերություններ, շատ լավ, ահա։ Դա իդիկո խնդրեմն է։ Երբ եկեղեցին բաց չի եղել, մյուրոնորներքին չեն կանչել, մարտաճարի վերահսկողությանը չեն կանչել, քաղաքապետի, այսպես ասած, բանին ներկայացում չի եղել։ Այս որում այդ ժամանակ դա եղել է բանով, հայրապետի թաքցնելու բանը չկա։ Բեհապար հայրապետի օրհնությամբ աղը կճարանը Իրանուն գլխու չի եղել գնացել։ Այդ էլ բաց չի եղել։ Այսինքն դուք մի հատ սուտ թեմա եք բանանում հորինում, ոնց կարելի է եկեղեցին փագենով է փագել։ Դուք եք փագել։ Այն օրը կոնկրետ 7 վերքը փագ եկեղեցի էր։ Դե հիմա չասես անբարոյական, ասենք համաշխարհային անբարոյական։ Համաշխարհային։ Հա, չասես, բա իհարկե։ Սայոզի մասշտաբով։ Չէ, մարդը կանգնում ասում է Շիրակի թեմի հոգևորականների քայլը պետականության դեմ էր։ Երկրորդ, կոնկրետ գնում են եկեղեցու կնքում են, փակում են, թույլ չեն տալիս մտնել այդտեղ։ Մոռացել եք, այսինքն այն բանից հետո, երբ որ սրանց հիշում եք, որ վեհապարի հասկանանք ով բարեկամն է, հա, հասկանանք ով բարեկամն է, բայց ինչ գոյություն ունեն առաջնային հավատարմություն, երկրորդային հավատարմություն եւ այլն։ Հա, ոնց որ first loyalty, second loyalty օտար բառով ասած։ Հիմա եթե դու եպիսկոպոս ես, այսինքն այդ առաքյալներից փոխանցված դու շնորհը ունես, բան եւ այլն, քո առաջնային հավատարմությունը եկեղեցուն է։ Ինչ պետություն։ Չէ, պետությունը շատ լավ է։ Հա, հայկական պետությունը այնքան ինչքան եկեղեցին է դրա համար ջանք տապել, արյուն տապել ամբողջ իր 1700-ամյա գոյության ընթացքում ոչ մեկ չի արել։ Նույնիսկ քաղաքական կուսակցություններ, բան, որտեղ տարիքը չի ներում։ Բայց հələ մի կողմ թողնենք։ Քո առաջնային հավատարմությունը ուր է։ Եթե արդեն իսկ այս ձև վիճակ է առաջացել։ Ինչ պետություն։ Եկեղեցում պետք է լինի։ Եկեղեցու շահերը պետք է պաշտպանես։ Առաջնային հավատարմությունը հենց նրա մասն է, որ եթե առերևույթ կամ իրական առաջանում է շահերի հակասություն կամ առնվազն մի կողմը այդպես է անցալում, քո առաջնային հավատարմությունը դե պետք է լինի։ Բա դա է։ Դա է։ Ոնց որ ասեն կինդ որ խանդի ասի, չէ, այդ գործընկերուդ հետ մի շփվի, մի տարի հետ ասի, դու պետք է շփվես։ Դե առաջնային հավատարմությունը նորմալ տղամարդ ես, պետք է լինի կնոջ հետ։ Եթե չկա շահերի բախում, չի ասում մի շփվի, շփվում ես։ Նույն ձև էստեղ, ինչ պետություն։ Կամ ինչ է նշանակում, ինչ էր ասել ադրբեջանցիների բաների։ Դե, հա։ Մոլայի ճանապարհն է բռնել էս մարդը փաստորեն։ Բա ասում եք ոչինչ ասել պետք չի։ Լավ, ինչ կապ ունի թեմայի հետ։ Չէ, բա սա էլ է կա, բայց մենք գիտենք չէ որ կապ ունի։ Չէ, դուք հասկանում եք, չէ որ իհարկե կապ ունի։ Բայց մի հատ բացատրենք, ինչ կապ ունի թեմայի հետ։ Ադրբեջանցիներին բերելու են այդ ադրբեջանցիներին Հայաստան եւ նաեւ հոգեվորականների միջոցով ճանապարհ են հարթում։ Այսինքն դուք ուզում եք ասել ինքը չի հասկանում, որ այդ 300,000 ադրբեջանցին եթե բերելու են, հաջորդը մորթելու են մեզ 2-3 շաբաթվա ընթացքում։ Հասկանում է թե չի հասկանում այս մարդը, որ խոսում է, պարզ է չէ, որ հող է նախապատրաստում, ինչի համար է հող նախապատրաստում, քիրվայության, ադրբեջանցիներին Հայաստան բերելու, այսօր մարդասպան, մեր զինվորին գլխատած, սպային գլխատած մարդուն գեներալի կոչում տվող Ալիևի ճանապարհը բացում է, այստեղ որ ամեն օր ասում է բերում եմ 300-ը չի ասում, շատ կոնկրետ գործնական քայլեր անում, ի՞նչ է դա կոչվում։ Այս դեպքում այս մարդը ինչ ան, չգիտի որ ինքը բացում է մեզ կոտորելու, կործանելու։ Գիտի չէ, համագործակցում է ճշնամու հետ։ Դուք ասեցիք, ասում եք մի ասա, ավելի պիղծ երևույթ։ Հիմա տիրադավես Միքայել Սրբազանի ասած թե ոչ։ Ինչ է դա կոչվում։ Դուք ասում եք հոր դեմ է գնացել, չէ, հոր տան դեմ է գնացել։ Դե տղա ես գնա առանձին քո համար, ասիկա դու հորդ տունն ես քանդում, չէ, հոգևոր։ Դու պատկերացնում ես, դուրս արի գնա աղանդավոր դարձի կամ եթե ադրբեջանցիների, մոլաների իրանց հետ շատ լավ է, եթե այդպես եղբայրական զգացողություն ունես, որևէ մեկը կարող է արգելել որ մոլա դառնա այս մարդը։ Չի կարող, չէ։
Եվ տեսեք ինչ հանգստությամբ, ինչ բանով, ինչ խաղաղությամբ, ինչ ենթատեքստերով ուր է տանում։ Ինքը չգիտի, որ այս ամեն ինչը համաշխարհային ցանցը եկեղեցական կործանելու համար է, տարանջատելու։ Գիտի, չէ՞։ Աննախանձելի վիճակում են, աննախանձելի վիճակում են։ Աննախանձելն է, կարևորը ուժ են տալիս Թուրքին։ Ուժ են տալիս, օգնում են իրենք։ Ինչ են անում։ Ես գիտեմ, որ դուք ինձ լսելու եք, լավ լսեք։ Դուք ուժ եք տալիս Թուրքին, որ վաղը գան, դες չգիտեմ, այնտեղ ասում են զավակել ունեք, ինչ ունեք, այդ հաստատ իմ գործը չի, ու չի էլ կարելի տենց բաներ խոսել։ Համենայն դեպս դուք ուժ եք տալիս ձեր հոգևոր զավակներին, որ գան մորթեն։ Չէ, մենք իրա հոգևոր զավակներն ենք, չէ՞ մեծ հաշվով։ Եթե ինքը իրեն համարում է, ես, դուք, մեր բոլորին, մեր զավակներին։ Բխենք հայրով դիմում։ Այո։ Այդ ամենը։ Հիմա դուք ընդամենը դա եք անում այնտեղ նստած, մի հատ մեծագլուխ չգիտեմ ում մոտ։ Ընդ որում այդ ես մի անգամ ասել եմ այդ գար ամեն օր մոմ վառեք մեր համար, որ գոնե էլ 10 պայքարող ա մնացել, որ գալու են համատարած մորթեն, չեն հարցնելու դու ԿՊԻ-ն էիր պաշտպանում, թե չէ, ինչ որ մեկը թուրքը երբ ես ասում եմ, թուրքացնում են լեզուն վերցրել էին, կրոն ամեն ինչ վերցրած, էլի եկել են մերոնց կոտորելու, որովհետև կարող է պապը հիշել, որ հայ ա եղել, դուք հասկանում եք թուրքնովա։ Հետո ուզում են իմ միջից այդ գենետիկ բանը, այդ սարսափը, որ ես լսել եմ ծնված օրից, տատու պապերից հանեն։ Ոնց եք հանելու դա իմ միջից։ Այդ օրինակ Բաքվի հայերը 88-ին տենց էլ այդ մարկանցի շատերը չհասկացան ինչ կատարվեց, իրանք ինչ կապ ունեին։ Դե ունեք, այսինքն հայ ես, չէ, ինչ որ մի բան ես, լավ, համենայն դեպս թուրք ես։ Չէ, ամենը հայ ես, ուրիշ բան չէ։ Եթե հայ ես, քեզ կոտորելու են։ Չեն նայելու քո անունը Սուքիասյանն է, չգիտեմ ինչա, ինքը քեզ կոտորելու է։ Ճիշտ է ասում, Բաքվում ինչ արեցին։ Համատարած չմորթեցին։ Սումգայիթում համատարած չմորթեցին, Արցախում որ չկանգնեցնեին ռուսները չէին մորթում համատարած։ Ինչ էին անում։ Թե դի հերո անցյալում էր, հա։ 100 տարի առաջ, չէ։ 2 տարի առաջ։ Իմ մտահոգությունը մտածմունքը մի քիչ ուրիշ է էլի, որ գիտեք, այդ մեր սիրելի թեման է, ձեր սեղանային ժամանակ ընդեղ էր դրած, այդ նույն բանից ենք խոսում, իջեմա նույն բանից ենք խոսում եւ ճիշտ ենք անում։ Իմ մտածմունքն է, որ մեր ամբողջ ժողովուրդը սա հասկանում է, այսա կա զարմանակ չհամաձայնվեք, բայց ես խորապես հավատացած եմ, որ Ռամիկից սկսած իրական ու ոչ այնքան եպիսկոպոսով վերջացրած, գիտնականով, դասգահագործով, բանվորով, մշակով, բոլորը ամեն ինչ հասկանում են։ Ես էլ եմ կարծում, որ անգամ Նիկոլն է հասկանում մեզ այդ ինչ են անելու։ Հա, չէ, ինքը գիտի, մյուս տարի թուրքերը ինչ են անելու մեզ այդ, ինքը գիտի։ Ստեղ հարցն է, թե մեր, չգիտեմ, մենք այդ վերնագրում ներառեցինք, չներառեցինք, հա, բայց մենք վերնագրում ներառել ենք հա կաթողիկոսի հետ կապված։ Գիտեք, ես համարում եմ, որ այո, Վեհափառ Հայրապետը ունի լուրջ իշխանություն, ինչպես հոգևոր խարիզմատիկ, այնպես էլ հոգևոր գծիկ վարչական, այդպես կոչենք, հա, եկեղեցական վարչական բնականաբար։ Եվ նաև համաշխարհային, ոչ միայն հայկական։ Նաև, այո, նաև, ու ընդհանրապես եկեղեցու բովանդակ բան կառույցի։ Հիմա իրանք փորձում են ներկայացնել, որ եպիսկոպոսները, թեկուզ թվով նայենք, պատկերը տենց հոգուտ իրանց չի, էլի։ Բայց այստեղ եկեղեցին ախր միայնակ չէ այս պայքարում առհասարակ եւ միայնակ էլ չպիտի լինի նաեւ իրականության մեջ։ Հիմա հայ, օրինակ կաթողիկոսը կարա ձևեր կան, եկեք ես բան չանեմ, կոպիտ ասած ինձ վրա տենց որ իրավունքներ չվերցնեմ ասելու, բայց որոշ էլ հասկանում ենք ինչ կարա անի ունենալով վարչական լծակներ, բայց օրինակ դրա կյանքի կոչումը, հիմա Հովանավանքը զավթված է Թալինի եկեղեցին ինչ որ կիսազավթված վիճակում է, մյուս կարգալույցի կողմից Թախմազյան եսի մինչեր, բանա, որ ասենք բաներն էլ առաջնորդանիստ եկեղեցիները, գրասենյակները, ասենք, սկսեն զավթվել։ Հիմա կանգնում ես, ասենք, կճարին ասում ես, դու էլ բան չես, սովորական մարդ ես, կարգալույց ես եղած։ Դուս չի գալի այդ շենքից։ Ոստիկաններն էլ, թուրքական ոստիկանությունն է կգնա կպաշտպանի։ Իհարկե։ Դրա համար ստեղ պետք է համակցված պայքար լինի։ Օրինակ, տեսեք, ես տենց փոքր հաղթանակիկներով ոգևորվելու սիրահար չեմ, հələ երբ որ Գյումրի բանը եղավ, Գառնաններ կարծեմ ասում եկեք շատ չոգևորվենք, կյանք ցույց տվեց
Ճիշտ էի ասում։ Շնորհակալություն։ Բայց օրինակ քաղբանտարկյալ շարունակում է իդեպ մնալ քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, չնայած որ հիմա ֆիզիկապես ազատության մեջ է, բայց քաղբանտարկյալ չի նշանակում ռեշոտկի հետևում, նշանակում է քաղբանտարկյալ, հիմա չխորանանք լեկցիա չդառնա։ Բայց այդ մարդը գոնե ասենք բանա, մի քանի այնտեղ օրվա կարծեմ 10 օրվա տարբերությամբ, թե նույնիսկ ավելի քիչ, երկու տարբեր վճիռներ եղան դատարանի, մի հատ վատ, մի հատ լավ, այդպես կոչենք։ Ինչ որ բանի արդյունք էր, ինչ որ հանրային ինչ որ բան կար, այո։ Չէ, ինչ որ տենց վատ իմաստով չեմ ասում։ Ուղղակի դե ոչ պատմեմ։ Հանրության ակտիվ խմբերը, հասարակական, քաղաքական, նաև այդ Հայաստան Դաշինքի իրավիրած խորհրդարանական լսումներին այդ հարցը բերեցին օրակարգ, բարձրաձայնեցին, տարածեցին, ինչ որ դա արձագանք գտավ, այս նկատի ունեմ, էլի կարճ եմ կապում ուղղակի։ Հիմա նույն ձև էստեղ այս մեր քաղաքական դաշտը պիտի այս ամեն ինչին սատար կանգնի ֆլեշմոբերը։ Բայց դուք ճիշտ ասեցիք, որ բան էր, էդի Լիդիայի հետ կապված նաև այդ հաղթանակ էլ չէր։ Նախ այնտեղ ուրախացան, ոգևորվեցին, բան մի հատ փաստաբաններ աղմուկ պիտի բարձրացնեն։ Էս ի՞նչ է։ Էս իսկական բան է, էլ նեոբոլշևիկ մենակ փող վերցնի։ Որտեղից պիտի տար, ասենք Լիդիանը 2 միլիոն, չգիտեմ, ինչքան։ Իդեպ էլ կա։ Այդ հարցերը էլի, ասենք, էս ի՞նչ է, այդ մանյակ, այդ թալան չի։ Որտեղից պիտի տար Լիդիան, ասենք, ինչա, պետք է բարեգործական մարդ, էս ինչ մոտեցում է։ Կամ ազգային ժողովին падգամավորի 50 քանի միլիոն դրեց։ Չգիտեմ, ես իմ քանի միլիոններ։ Ագահը որտեղից գնացեք վերջին ձուն տնից բերեք, գնացեք վերջին հակու, էս ինչ բան է։ Ու դա համարել հաղթանակ։ Դրա դեմ աղմուկ չբարձրացնել են, փաստաբանները ուրախացել են, գործ արեցին։ Կարծեմ Սադամի ժամանակ էր Իրաքում, երբ որ մեկին մահապատժի են ենթարկում, այդ պատրոնի փողը ընտանիքից էին բռնական։ Ահա, դա կա տարբերություն։ Խի պետք է պետական փող գնա, քեզ գնդակը արելու վրա։ Հիմա հա մոտավոր դա շատ բնորոշ է բռնապետական ռեժիմներին։ Ու սա էլ եւս մեկ ապացույց է, որ այս ռեժիմը ինքը բացի գաղափարախոսապես ու շահեր սպասարկելու առումով թուրքական բան ունեն, հակում ունենալուց, նաև հա բնույթով բան է։ Շատ լավ, Էդգար, տեսեք, հիմա դուք լավ ուղղության եք բերում, որ պետք է այս պայքարը շարունակել։ Ասում եք, պիտի այսպես ակցիաներ լինի, չգիտեմ ինչ։ Երեք ես ներկայացրեցի, որ երբ որ Իդեպ այսօր քանչեմ մոռացել եմ, կներեկել այսօր ժամը 7-ին, որտեվ այսօր Սուրբ Աստվածածնի հղության տոնն է, ժամը 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կանոնական Սուրբ Եվանմա պատարակ կա, եւ պատարակիչ քահանան էլ Արագածոտնի թեմից է, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն է։ Իմիջիայլոց ինչ լավ են պահում Արագածոտնի թեմը։ Կարծեմ Սիսյանի Զեյնալյանի հետ էլ աղբերներ են, ինչքան գիտեմ են, որ 21 թվին ասեց սպասիր Աստծո դատաստանին։ Կարծեմ իրանք պատահական Զեյնալյաններ չեն, էլի աղբերներ են ինչքան գիտեմ։ Տեսեք, ես հաճախ եմ խոսում դրա մասին, դուք էլ ասում եք երբեմն կոպիտ եւ այլն, որ ինչ կաշկանդված է մեր ընդդիմությունը եւ բան չի անում կամ գրեթե ոչինչ չի անում։ Լավ, կաշկանդված են արևմտյան երկրների առջեւ, չգիտեմ, գուցե ինչ որ հարցեր ունեն։ Չեմ բա, չգիտեմ ինչ հարցեր ունեն, կաշկանդված են, բայց երեք երևի չեք հետևել, ես մեջբերում եմ արել եւ ներկայացրել եմ, բայց պետք է անվերջ կրկնել։ Միացյալ Նահանգների արտգործնախարարը մոտավորապես հայտարարեց, որ այն երկրները, որտեղ խնդիրներ են ստեղծում քրիստոնյաների համար, վիզաների եւ այլ հարցերի կապված խնդրեմ կունենան։ Այսինքն կանգնեց քրիստոնյա ժողովրդի կողքը։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներում մենք առնվազն ունենք դաշնակից։ Այս հարցում, ճիշտ է։ Երկրորդ հարցը, ուրեմն երբ որ գնացել է դուք որ ասեցիք մեծ ազդեցություն ունի, մեծ բան կշիռ ունի մեր վեհապար հայրը, կաթողիկոսը Գարեգին II-ը, ինքը գտնվում էր Ֆրանսիայում, մեծ ընդունելության է Մարսելում ընդունելություն է ունեցել, բացի հա, իրեն ընդունել է նաև հանդիպել է կարդինալ Ժան-Մարկ Ավելինին, որը ուրեմն ինքը այդ շատ ազդեցիկ դեմք է, անգամ ասում են կարող է հաջորդ Հռոմի Պապը ինքը լինել, եպիսկոպոսների այդ բանի ղեկավարն է ինքը համարվում եւ ասել է ուրեմն Ֆրանսիայի եպիսկոպոսների կոնֆերանսի ղեկավարն է ինքը համարվում եւ այս ամեն ինչի մասին տեղյակ եղել։ Ինչու է մարմարում այս մեջբերումը։ Երեք էլ նաեւ էլի մեծ հայտարարություն տարածվեց եվրոպական կառույցների կողմից, որ մի շարք անձինք միացել են ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ Սա ասում եմ նրա համար, որ մի քիչ վախենա մեր ընդդիմությունը, արևմուտքից, չգիտեմ ինչի է կաշկանդված Միացյալ Նահանգներից բանից, այնպես հոգի բան հարազատ բան եք էլի գտնում, ինչքան էլ Մակրոնն ասի Արցախը Ադրբեջանն է, չէ, մեկա, դուք կապ չունի, դուք տենց հոգով սրտով ձեր փողերով երևի այնտեղ եք։ Հիմա տեսեք,
կան դաշնակիցներ, այսինքն աշխատելու դեպքում, եթե լավ աշխատի մեր ընդդիմությունը, ասելիքս դա է, կգտնի այնտեղ դաշնակից եւ կարող է մեծ աղմուկ անել եւ բարձրացնել, ել չեմ ասում այն հարցը, որ ամեն օր կրկնելու եմ, որ այն փոքր ձևավորված շարժումներ ուժեր, կուսակցություններ, դրանց մասին չեմ ասում, որ դրանք ընդհանրապես մի բան լինի, բա մենք ինչի պիտի գնանք նրանց, բա մենք ինչի պիտի գնանք նրանց, բա մենք ինչի պիտի գնանք։ Հիմա վեհապարը եկել է, հրավիրատոմսի են սպասում, ես ու Էդգարն էլ էինք նաև այդտեղ, մենք տեսանք, որ քաղաքական այդ ակտիվները մենք պայքար, չգիտեմ ինչ, հայ առաքելական եկել, չկար հրավիրատոմս, չկային։ Վատ են աշխատում եւ գրեթե ոչինչ չեն անում այս առումով։ Հիմա էլ ինքը Ալենը ազդարարել է, որ գնալու է մայր տաճարի վրա, կարող են, չէ՞, հիմա մի հատ խոշոր ինչ որ ակցիաներ անել, ինչ որ ընդվզման բաներ անել, ցույց տալ, որ բա չէ, մեր շարժումները, թեկուզ 20 հոգով կարող են գնալ Կճոյանի մոտ, անպատվեն ինչ ասեն, այս կամ այս բանի, այս խուժանեն սրբապիղծ, սա մասին չեմ խոսում, այն սրբապիղծը, որ կանգնում ասում մեր եղբայրներ, մենք լավ հարաբերություններ ունենք, բան, կարող են, չէ՞, ինչ որ բան անել, կսե չեն անում, ինչու։ Բարդ հարց եք տալի, ես կարամ փոխարենը ասեմ ինչու պիտի անեն եւ միգուցե դա ինչ որ բանի օգուտ տա եւ օգնի։ Մեր այս խեղճուկրակ պայքարը ինքը համակարգի դեմ է, չէ՞, ինչ որ առանձին անհատի դեմ չի, առանձին անհատի դեմ լիներ, ոնց էլ չլինի, հիմա մի հատ անհատ գտնված կլիներ, կհաղթեր այդ անհատին, կպրծնեինք այս դարդից։ Ինքը համակարգի դեմ է, որը պինդ համակարգ է։ Ամբողջ պետական ռեսուրսն է իր տակ, Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունն է, արևմուտքի բնականաբար, բայց ես ձեր հետ համաձայն եմ ինչ որ ասիք, հիմա դրան կգամ։ Հա։ Եվ հետեւաբար դրան պետք է հակադարձել համակարգով։ Համակարգը արդեն իսկ նույնիսկ բառն է հուշում, դից միջին տարիքի դպրոցականն էլ կհասկանա, որ մի փոքր ավելի մեծ բան է, քան անհատը, առանձին վերցրած մեկ կուսակցությունը եւ այլն։ Սա դաշտ է։ Հետեւաբար դաշտի տրամաբանությունը հետեւյալն է, ոնց որ պատկերացրեք դուք 11 հոգի եք, ֆուտբոլ եք խաղում, պարտադիր չի որ անձամբ դու գոլ խփես, բայց որ գոլ է մտնում, բոլորը մնացած 10 հոգին թռվռում են, չէ՞, հավասար, եթե ինքնագոլ չի հակառակ կողմից, բոլորն են թռվռում։ Այսա է թիմային, այսա է դաշտը, որ այդ դաշտում տեղի ունեցած առանձին վերցած մի հատ լավ բանը, լավա բոլոր մնացած, ասենք 10-ի համար եւ վատա այն մնացած 11-ի համար, հասկանալի է։ Եվ կա սուդիա, մեր դեպքում չկա սուդիա, որտեղ սա քաղաքականություն է։ Հիմա ասենք եթե եկեղեցու պաշտպանություն է, եթե դու գնում ես, կանգնում ես այդ պաշտպանության առաջնագծում, եկեղեցուն էլ լավ, քեզ էլ լավ։ Նույնիսկ եթե նեղ քաղաքական շահադիտական տեսանկյունից ենք նայում, քեզ էլ լավ։ Երևում է, ոնց դու ես, քո մարդիկ մի երկու հարցազրույց ավել են տալիս, ավել են երևում, բան են անում, առաջ են գնում, լեգիտիմություն են քաղաքական հավաքում, որ ասեն ստեղել ենք եղել այս պայքարում, ինչ խնդիր կա։ Բան չի չեն անում։ Ում որ ինչին են սա մեծ փրթեն այն չկայացած կուսակցությունները բոմժի նման հենց ընդդիմադիր այդ բոմժերը որ առաջ են գալիս բա նախքինները այ բոմժեր մի հատ եկեք գործ արեք տեսնենք ինչ են կարող մենք է ձեր մասին խոսենք մի հատ բան արեք տեսնենք մի հատ բան էս բոմժի նման թեմա են գտե բա նախքին նախագահները բա նախքին ընդ որում դրանց 90%-ը նախքինից է գալիս էլի ոնց որ տավար լինեն ում դեմ են խոսում ինչ են խոսում իրանք իրանց դեմ թե հիշողությունները կորցրած դեբիլի պես նստում ես ուզում եմ հիշացնել 2000 Չէ ես դրանց եմ ասում այդ փոքր չկայացած այս հրապարակ եկած ինչ որ գործիչներ են եկել ես ուզում եմ ձեր ասածը հիմնավորել նախքին լավ է շատ լավ է դե գայիք մի հատ ձեզ դրսևորեք մենք էլ ասենք ճիշտ էլ ասում է իրական ազգային պայքարը հենց սրանք են տանում Ես ուզում եմ հիշացնել 20 թվականը, երբ որ 20 թվականի աղետը եղավ, կապիտուլյացիան եղավ։ Այդ ժամանակ խորհրդարանական այդ ժամանակ այսօրվա խորհրդարանական ընդդիմություն չէր։ Կհիշեք, այդ ժամանակվա խորհրդարանում Բարգավաճ Հայաստանն էր եւ լուսավորը ընդհանրապես հաշիվ չի։ Հիմա մի քիչ պատմությունը հետ շրջենք ու մի հատ եկեք վիճակ պատկերացնենք, ծիծաղներս կգա դրա վրա, բայց լավ է որ ծիծաղներս կգա։ Նկարագրողական է առայն, թե ինչ է քաղաքական պատասխանատվությունը եւ ով է իրական սրտացավ քաղաքական ուժը, լավ է։ Պատկերացրեք, հետ գնանք 20 թվականի նոյեմբեր, մոտենանք, չգիտեմ, հայ հեղափոխական դաշնակցությանը կամ ՀՀԿ-ին, կամ ասենք 20-ի նոյեմբերի 10-ն է։ Հա Օրինակ, ոչ մի բան չկա, շարժում, ոչ մի բան։ Մոտենում ենք դաշնակցությանը, ՀԿ-ին, երկրորդ նախագահի շուրջ խմբված, ասենք, միավորումներին, ասում ենք, ժողովուրդ, մի բան չեք անում,
դե ասում են պետք է բանը Բարգավաճն ու Լուսավորը դուրս գան քաղաքականությունից, ասպարեզը բացեն, իրանք են չէ խորհրդարանական բանը, դե թող մի բան անեն։ Հենց ապուշ իրավիճակ եք պատկերացնել։ Հիմա է, էլի, հիմա։ Չեն արել, չէ՞, մարդիկ վերցրել են, արել են, այսինքն դա արդեն իսկ Հիմա ասենք Թաթոյանը ինչ որ բաներ է խոսում, պարոն Թաթոյան, ի՞նչն է ձեզ խանգարում, օրինակ այս օրինակ հիմա ինչ որ ակցիաներ անեք, այս պիղծ սրբազանների դեմ, ի՞նչն է ձեզ խանգարում, մարդ չունեք, հետևորդ չունեք, կարող հայտարարակտես, մենակ մի հոգու կուսակցությունը, մի հատ հələ հասկանանք։ Ինչն է ձեզ խանգարում գնաք, ասենք, դիմավորեիք վեհապար, ինչն է, մի հատ ցույց տակ թե ինչ է, դե արեք։ Մի հատ ինչ որ բան, sense կոնկրետ արեք, որ հասկանանք։ Թե մի հատ հեշտ թեմա են գտե նախկիների Նիկոլն անգամ հասկացել է, որ այդ թեման պարավել եւ մաշել է։ Ասեմ իմանա։ Բայց ինքը մեկը դրա շահառունն է։ Մեկը դրա շահառունն է, բայց ինքը հասկացել է, բայց ես նոր եկած ես, չգիտեմ ինչերը։ Իբր թե շարժում են, իբր թե կուսակցություն են, չէ։ Հենց տեսնում են էլ բան չկա ասելու, ասում են դե լավ էդ ասենք, էլի անշարժ թեմա է։ Մի հատ մի բան էլ նախկինների հետ կապված ասենք, տենց անցնենք գնանք առաջ։ Երբ որ դու ուզում ես ինչ-որ մեկին քաղաքականությունից ոնց ասեմ հանել, այսինքն դա նույնիսկ խոսքի մակարդակում, ասես որ լավ կլինի, ես ինչը չլինի, ես ինչը պիտի չլինի, գրողը տանի ես ինչին, բառերը էական չեն։ Այսինքն դու ինչ որ ուժի փորձում ես դուրս դնել քաղաքական մրցապայքարից, չէ՞։ Նշանակում է, որ այդ ուժն է քո գոյաբանական ճշնամին։ Օրինակ եթե ինձ գան ասեն, լսի, ըստ քեզ ով պետք է ընտրություններին չմասնակցի։ Այսինքն Արցախը ազատագրած, Հայաստանը շենացրած, քոչը Ռոբերտ Քոչյանը քո ճշնամին է, երկիրը հանձնած մարդը, այդպես է ստացվում։ Դե եթե ուզում եք անձնավորել, հիմա ես առհասարակ եմ ասում։ Չէ, տարածումը նաև մյուս նախագահիների վրա, ինչու՞ ոչ։ Նաև մյուս նախագահ, կարող հաղթանակ չեն պահել այդ մարդը։ Նայեք տարբերությունը, երբ որ ինձ ասեն ըստ քեզ ով պետք է չմասնակցի ընտրություններին, որ մենք կրենք, կասեմ ԿՊ-ն։ Լսեցիք պարոն Թաթոյան կամ այն մյուս բոմժ ընդդիմադիր այդ ուժերը, որ չգիտեն ինչ ասեն, ասում են պետք է նախկիները չմասնակցեն։ Իրանք սատկած են, ոչ մի բան չեն անում։ Շատ լավ։ ԿՊ-ն դու չմասնակցի, ռազդվա կրեն։ Իզուր չի, որ այդ գարին այդքան շատ ենք սիրում։ Տեսեք ինչ լավ ասեց։ Դե ով որ չի ասում ԿՊ-ն եւ ընկնում է նրանց հետևից, ուրեմն հիմա ուզում եք ասեք հիմար են թե ԿՊ-ի հետ գործարքի մեջ է։ Եկեք անձերը չքննարկենք, էլի երևույթները, ախր նայեք, կա sense մի հատ բան, երբ որ դու ասում ես բերեք ստեղ, էսի լավ բան է, ինչ որ մեկը չմասնակցի, շատ լուրջ ու ծանր հայտարարություն է, այսինքն մերժում ես դու դեհումանիզացնում ես իրան մերժում ես քաղաքական իրավունքներ ունենալու մեջ։ Էլ եմ ասում, մենք ստե կարանք նստենք, ասենք, վայ, ինչ լավ կլինի ԿՊ-ն չմասնակցի, ու դա լրիվ համապատասխանում է մեր էթոսին, թելոսին, մեր գաղափարախոսությանը, մեր ամեն ինչին։ Նորմալ է, ոչ մեկ դրա վրա չի զարմանա։ Որտեվ այսինքն դու քաղաքական տեքստ ես հնչեցնում, որ ես համարում եմ, որ հանուն ազգի, հանուն հայ ազգի, Հայաստանի չեմ հայդատի, այս ինչին պետքա զրկել քաղաքական իրավունքներից, կամ լավ կլինի ինքը իրան զրկի քաղաքական իրավունքներից։ Ես ինչ անեմ, որ ես քո ասածը տեղ հասնի այդ հիմար դուրս տվող այդ ուժերին։ Լուրջ բան է, էլի։ Մենք ասենք ԿՊ-ն չմասնակցի։ 5 տարի շարունակ փոխանակրիվ տան Նիկոլի դեմ, իրանց չգոյությունը մեծ հաշվով 5 հոգանոց կամ 10 հոգանոց ինչ որ խմբեր։ Իմունիտետ ունեմ տենց հայտարարություններից։ Ծիծաղելի է, ծիծաղելի։ Թշնամին է դա, թող չմասնակցեն, հենց որ չմասնակցեն մենք կհաղթենք։ Բայց մի հատ ինչ որ բան արա, տեսնենք այդ ինչ է կանում։ Հենա ԿՊ-ն որ չմասնակցի Միքայելով կհաղթես։ Չէ, եթե ԿՊ-ն չմասնակցի, արդեն հաղթացենք։ Եթե թուրքերը չլինեն, արդեն ինչ որ հաղթանակ է։ Դե բա մի հատ դա արեք, չէ, մի հատ է ձերքի հետ էլ վերջում մի հատ կասեն, բայց կասեն, տեսակ, ինչ որ մեկը սրանց խորհուրդ հա տվել այդ մեր ձևովին, դրանք է մի բան, գլուխները բան չկա։ Դրանց ինչ որ խորհուրդ են տվել, եկեք մի հատ այդ նախկիների հետ կապված չգիտեմ ինչ որ ով է սրանց խորհուրդ տալի, ով է խորհուրդ, չէ, ինչ որ sense բաներ կար, քննադատություն չկա, բայց վերապահումները շատ մեծ են, էլի, ինչ որ բաներ են իրանց ասել, կիսատ պռատ։ Ինչ թվում է բոլորին նույն մարդիկ են ասում, բայց եթե Նիկոլի գրասենյակից են դուրս գալիս։ Ուղիղ կամ անուղակից, ես ասում եմ դուք հենց թեման հրապարակում պահեք։ Մենք այնտեղ միջև թուրքերին բերենք, մենք միջև ադրբեջանցիներին բերենք Հայաստան, դուք այս թեման պահեք։ Կարևորը դուք այդ նախկին նախագահների թեման պահեք։ Մենք հեսա որ բերենք այս 300,000, 500,000 ադրբեջանցու, արդեն դեռ թեմա էլ չի լինի։ Եկա ոչ մեկը չի լինի։ Ռազմավարական, որ ասում եք ինչ որ կենտրոններից նույն բանն են ոնց որ հուշում, այդ գալիս է ռազմավարական դատարկությունից։ Ես գիտեմ ինչից է գալի, դուք էլ ինձ լավ գիտեք։ Վերցնում են մեր փառահեղ սոցհարցման թվերը, մեր ասելով նկատի ունեմ մեր դաշտում արկա կապ չունի ով արը։
վերցնում են սոցհարցման թվերը, ասենց ուղղակի նայում են, ոնց որ բան է, այտենց վայ, ես ինչ հետաքրքիր բան է, ո՞յ ես կանեն, ես կանա, առանց իրական, ասենք, տվյալների վերլուծությունը դա կոչվում, հա, data analysis, առանց այդ խորության, ուղղակի նայում են, ոյ, ասում են, հələ նայեք, այս նախկինները ինչքան մեծ հակառեյտինգ ունեն։ Հա, հասկացանք, այդ սաղասը գիտենք։ Բայց պետք է նայել այդ նախկիններին ավեջի Նիկոլին սրան չսիրողները որոնք կողմնորոշված չեն, իրանց ախ փաստարկը ինչ է, ես այն օրը նաև իմ այդ հեղինակային քաղաքագետի կաբինետում դրան անդրադարձա, դուք էլ ձեր մոտ տարածել եք, շնորհակալ եմ։ Իրանք ինչ են ասում են կան Նիկոլի չսիրողներ, համարյա մի 70%-ը հասնում, որոնց մի զգալի մասն էլ կեսի շատը չի կողմնորոշվելու մա ընտրելու։ Դրա համար մենք բան անենք, խփենք, ազգային ուժերին խփենք, որ իրանց արևին ձայները կա, հիմարներ։ Սա գիտություն չի։ Սկսենք նրանից, որ եթե ասում եք Նիկոլինը չսիրողներ կան, Նիկոլին քննադատեք, ավելի ուղիղ եք այս ականջը sense բռնում։ Այդ մեկ, երկրորդ, մենք էլ մեր հայկական մտքաչափ սոցիոլոգիական այդ հետազոտության ժամանակ այդ սա մի քանի չափորոշիչով նայել ենք եւ տեսել ենք, որ այո, Նիկոլին չսիրող, դեռևս չկողմնորոշված մարդկանց մեջ այո կա հականախկինական զգացողություն, բայց իրանց մեջ հականախկինականությունը այնքան է, ինչքան ամբողջ բնակչության մեջ։ Ինչ նշանակում է, որ իրանց համար դա ինչ-որ գաղափարախոսություն, քաղաքական ինքնություն չի, որ դու գնաս այդ բուկլետը առած հականախկինության, իրա ձենը բերես։ Դա ընդհակառակը նշանակում է մարդը համ նրանց չի սիրում, համ սրանց չի սիրում, այսինքն մարդը քաղաքական ապաթիայի մեջ է։ Դու որ նորից գնում ես այդ իր ապաթիան ավելի ես խորացնում, ըզում չգիտեմ, խի ոչ թե հականիկոլականությամբ, այլ հականախկինականությամբ։ Դու ձեն դրանով չես վերելու։ Ապաթիայի մեջ գտնվող մարդուն ցանկացած բացեք իրական քաղ տեխնոլոգիայի գիրք, իրական, ոչ թե հորինված։ Այնտեղ գրած է, որ ապացիկ լսարանին, ապացիկ էլեկտորատին ընդհակառակը կեղտի մեջ ավելի թաթախելու փոխարեն պետք է ապագայի հույս տալ։ Պետքա ծրագիր բերել, պետքա ցույց տալ, որ ի վիճակի եք խնդիրները լուծելու, պետքա մոտիվացնելու, դե ինքը արդեն ապաթիայի մեջ է։ Այսինքն ինչքան կարելի է այդ տեղից էլ Նիկոլը բերել է այդ բացասականության, այդ տիղմի, այդ նեգատիվի մշակույթի մեջ, այս ժողովրդին թաթախել է, ջահելները իրար են ծեծում, նկարում են, մեկը մեկին փողոցում իրար սիգնալ են տալի, մորքֆուր են անում, ինչա թե մեկը մի քիչ մեկի գիծը մի քիչ շատ բան արեց։ Ավելի ասենք այդ նեգատիվի մշակույթը թաթախել դրա մեջ, դրա շահառուն ինքն է։ Դուք չեք։ Ընդհակառակը, այս դեպքում իրոք մի քիչ գալիս ենք էլի եկեղեցական թեմաների։ Չէ, այդ իմաստով նաև մեր ձևը լավ է։ Այսինքն գոնե ինքը ցույց է տալու, որ սա են կանելու, սա է լինելու, այսպես է լինելու, հոսանքն է սա լինելու, չգիտեմ, հա, իրանք այդ կա, ուղղակի էս մնացած անվտանգային հարցերը, որ գիտեք, այդ շատ լավ է, երբ որ դու հանգիստ ապրում ես եւ քաղաքական նորմալ մրցապայքարի մեջ ես։ Բայց եթե դու ճիշտ են ասում, բայց հիմա որ sense կես ժամ առաջ թուրքը գալիս է եւ մենք սա ենք ասում, մի քիչ դա է անհասկանալի, հիմա դες ուզում ես հասկանաս, էլի, շատ լավ է այդ ինչ որ անում եք, բայց չէ, պիտի զուգահեռ նաև այս անվտանգային հարցերը եւ օր առաջ շատ ավելի բան։ Պիտի սա հասկանան, որ այս հարցերը կա։ Դրան նաև զուգահեռ տանեն, դե չգիտեմ, հիմա ինչ որ տեսնում եմ բավական։ Չէ, իրանք այդ գիծը որ պահեն, որ նախ այդ հստակ անձերի հակադրությունը։ Հիմա ինչ է խանգարում, ասենք որ խոսում են նախկին նախագահները երկու թեմաներ չեն խոսում։ Գոնե առնվազն Ռոբերտ Քոչյանը մանրակրկիտ չի ներկայացնում, որ տնտեսապես ոնց կարող ենք փրկել, բայց նաև զուգահեռ խոսում է, չէ, անվտանգային ինչա մեր գլխին գալիս, այսինքն սենց պիտի տարվի այդ ամեն ինչը, ոչ թե նենց բանի մեջ ասել, դե լավ, եկեք նախկիններին մի հատ իբր մեր արևին մի բան ասենք, հետո նայում ես այդ նախկինների հետ 40 տարի աշխատել է։ Ու փշոսում ես էսի։ Հիվանդ է այս մարդը։ Հիվանդ, բայց քանի որ ասենք ես կոնկրետ որդեգրել եմ քաղաքականությունը, ընդդիմադիր պայքարի մեջ ոչինչ չասել ոչ մեկի, թե չասենք նստես կասես, այ հիվանդ։ Ում ես ասում։ Ախր հետո ում ես դու դա ասում։ ԿՊԻ-ն է ձեռնտու որ 30 տարից թե բոմժանոց ա եղել, սաղ կեղտ ա եղել, ոչ ինչ որ ասում է Նիկոլը կրկնում են էլ իրանց օրիգինալ ենք, նստել ենք մեր արևին օրիգինալ բան ասես Թաթոյանը իր արը։ Ինչ է ասում, ինչ է ուզում, ով է խորհուրդ տվել։ Չգիտեմ, մտածում էի չխոսեմ, բայց այնքանով որքանով չմասնակցի ԿՊ-ն, այս դրական նոտայի վրա։ Չէ, դե եթե իրանք տես բան են դուրս տալի, ասում ես դե դու մի մասնակցի, դու ով ես ընդհանրապես։
այդ ասողներին, Դե այդ այդպես է, ես էլ ասում եմ, հələ դու ով ես, ինչ ես արել, մի հատ խոսի տեսնեմ, ինչ ես արել, որ Չէ, այստեղ օրինակ տեսեք, մենք էլ ենք այդ թեմայից խոսում, բայց մենք ուրիշ բան ենք ասում։ Մենք ասում ենք, որ այո, շատ լավ կլինի, որ չմասնակցեն այն ուժերը, Հենա գնացին մասնակցեցիք վաղար շաբաթի ընտրություններին, լավ էլ փոշիացրեցիք ձայները։ Մենք ուրիշ բան ենք Օգնեցիք Նիկոլին ձայն տվեցիք։ Հետո էլ չգիտեք ինչ ասեք, մեղավոր եք ման գալիս ձեր արևին։ Էս ինչ սրբազանը նրանց օգտին, չի ամոթա։ Ընդունեք, որ գլխանց իմանայիչ, որ եթե տենց այո, ընդունեք, որ բանը չգիտեք աշխատել կամ չեք կարողացել ժողովրդի Տեսեք, երբ որ անձի անունը տալիս կամ անձանց, էս էլ եմ ասում, դա շատ ծանր քաղաքական տեքստ է, դու այդ մարդուն դեհումանիզացնում ես քաղաքական իմաստով։ Բայց այն որ մենք ենք ասում, այրուք դա հանուն հայազգի է, որ ասում ենք անցողիկ շեմը հաղթահարել չկարողացողները։ Մի մասնակցեք։ Օրինակ կարծեմ հայակվեից տեխնացու պիտի լիներ, թե առաջադրել էին, չէ՞, ուսանոցոր ունեին, հետո ինչ որ մի պահից հանեցին, որտեղ հասկացել են, որ դա կարող է եւ ընդհանրապես ես բանով եմ ասում, բայց հայակվեն ես այն որ տեսնում եմ Ավետիք Չալաբյան։ Ես տեսնում եմ գոնե եկեղեցու պաշտպանման գործը, ոչ թե միայն խոսում են, շատ կոնկրետ եւ գործը անում Ավետիք Չալաբյան, տեսել եմ ինքս եւ միայն հայտարարություններով չեմ բավարարում եւ այնտեղ են կանգնած եւ այնտեղ են գոնե այս առումով ես տեսնում եմ այս մարդիկ գործ են անում եւ պարոն Ապետյանն ասաց որ տեխնացու ունեին խոսում էին դրա մասին եւ հանեցին հասկացա որ այդ ձայները պիտի փոշիանա այդ ձայները հետո բացի այդ պասիվ ճիշտ քայլ է իրանք շատ լուրջ Գյումրիից սկսած դիտորդական բանով են զբաղվում դիտորդներ վերապատրաստելով բանով Հիմա ես չգիտեմ իրեն քաղաքական պլաններ ունեն թե չէ, բայց տպավորություն չեն էլի որ կողքի ուժերին բան ենք ասում, որտեղ որ կա աշխատակ կեցեք, շատ լավ է, դա տեսանել է, եթե որտեղ որ կա ռեալ այո, ոնց կարելի է դրա մասին չխոսել, ինչ որ մեկ այդ գործը պետք է անի, որպես քաղաքացիական հասարակություն, հայակվեն այդ փայլուն անում է եւ ասեցինք ու բան, ինչու Արշակ Սրբազանի ուղղությամբ Դե Արշակ Սրբազանը գիտեք հեչ ոչ է մենակ են, որ ինքը այդպես մարտնչող աներեր կերպար էր, երբ որ դու լիակատար պատերազմ ես հայտարարում ինչ որ մի սուբյեկտի, ինչ որ մեկին, քո ծառայած տղեկը կիմանան էլի, ասենք եթե որ դիվերսիոն հարձակվում ես ինչ որ խրամատի վրա կամ ձեր խրամատի վրա են հարձակվում, առաջի խնդիրը միշտ օրինակ դիմացինի պեկայիսն է։ Միշտ փորձում են դիմացինի պեկայիստին բան անել, արանքից անել, որովհետև դե մահ է սփռում։ Հիմա ասենք Արշակ Սրբազանը այդ անալոգիայի համացան մեջ է տեղավորվում, որ ինքը տենց պինդ կանգնած եկեղեցու պաշտպանության հայազգի եւ հայոց եկեղեցվո պաշտպանության առաջնագծում կանգնած այդ պեկայիսներ մենակ ինքնին իր արկայությունը ինքը կրակեր չկրակեր այլաբանորեն ասած ինքնին արկայությունը արդեն խնդիր էր հիմա չի կրակում ավաղ կրակի դրա համար պեկայիստ է Դա մայլ ինքը Արշակ Սրբազանն էր։ Չգիտեմ, մի լավատեսական բան ասեմ, դրանով ավարտենք թե ոչ։ Չէ, Միքայել Սրբազանը առողջական լուրջ խնդիրներ ունի, երեք են սուտի գլամուրը են արդարադատության նախարարը, չգիտեմ, ինչ որ ցած հեվոսների տակ էլ ինչ որ բաներ էր խոսում, բայց չգիտեմ, բա այդպես չի, դու այդ չգիտես, այդպես չի, բայց մենք գիտենք, որ դու թյուրիմացություն ես եւ քո տեղում չես, գիտեք ինչու։ Իրա վերահսկողության տակը, ենթակայության տակը այդ ամեն ինչը 23 թե 24 մահ միայն կալանավայրերում։ Բա մենք դա գիտենք, այդ թյուրիմացություն, այս սուտի գլամուր։ Լավ, եկեք իրանց մի խորհուրդ տամ։ Նստած ու մի հատ էլ տենց բանով խոսում է, դե բան, այն չեմ ասում, են բանտապետա ինչա կոչում նենց բանից բեղաբար դրել են, հա, որ գոնե մի քիչ բարոյականություն ունեցեք, գրադեղեք գնացեք։ 24 մահ չի եղել այսպիսի բան։ Ու պայմաններն էլ պայմանների մասին ինչ ասեմ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետուրը մի հատ փոքր սենց խուցա 4 հոգի վարագույրով սանհանգույցը սենց առանձնացած երկուսը ծխում են սարսափելի պայմաններ երեկել էստեղ Կարապետ Պողոսյանը իրեն էլ տարել են պահել են ասել ուղակի ջուրը ծփում է ասենց ոտքերի չգիտեմ անմարդկային բան սենց այո այս պայմաններ հատ իրանցից գո ինչը խոսում է նվում է գլամուր ես գլամուր չես մարդ գլուխ էլ չի հանում ինչ ես կամ քո ենթական են բանտապետ դրանա չէ ենթարկում Ռուզան լավ խոս
Այո, եւ դրա մասին չենք խոսում, ինչ պայմաններում է Մկրտիչ սրբազանը։ Երեք սրբազաններն այստեղ են, հիմա չգիտեմ ինչ պայմաններ է, բայց Մկրտիչ սրբազանը, այո, սարսափելի պայմաններում է։ Էլ չեմ ասում ինչ խոշտանգում Սամվել Կարապետյանի նկատմամբ ամռանը 60 աշճան սառնաբան շոկ, հետո միջև այս սառը դենտեղ խոնավ նկուղային, չջերուցվող բան է, էլ խոշտանգումը ո՞նց է լինում։ Լավ, ես երևի առաջին անգամ տենց ինչ որ դիմեմ այդ կոնտինգենտին, այդ մարդկանց ձեզ ես վստահ եմ հավատացնում են, որ խնդիր չի լինելու, սա մեր ձեռն է, իշխանությունը մեր ձեռն է, կամ եթե մեր ձեռն էլ չլինի, ուրեմն արդեն տակը ոչի բան չի մնալու, բայց ես այսին վերջին ազգային ժողովի ելույթում էլ ասեցի, որ հավերժական չի այս իշխանությունը։ Հա, դուք առավելագույն այդ վնասը կարաք տակ։ Արդեն տվել եք Հայաստանի տարածքի 30%-ը չկա էլի կարաք տակ, բայց մեկ է, թե որ դուք ձեր մասին եք մտածում, դե համար ես ձեր տեսանկյունից եմ խոսում, որ մեկը ինքը հավերժական չի լինելու, մի օր պրծնելու է, լինելու է ուրիշ բան։ Այդ արդեն թող ձեզ չհուզի, թե այդ ուրիշ բանը ինչ խնդիրների կառերեսվի, ինչ կլինի, կարող է այդ ուրիշ իշխանություն լինելու է, ու դուք էլ որպես մարդ լինելու եք։ Ինչի դուք բոլոր ամեն ինչի տակ ստորագրեք, ինչի տակ որ ստորագրում է ձեր պարագլուխը։ Օրինակ ես հիշում եմ Վանեցյան Արտուրը դեռ ինքը պաշտոնավարում էր որպես բան ԱԱՑ-ի պետ։ Մի օր այն իր բարձր 90% անձրեցինգի վախտերն էր։ Մի օր լրագրողներին ինչ որ ասին, բա Քոչարյանը, Էսկոմենկոմ եւ այլն, ասեց դե ես զերծ կմնամ ոնց որ գործը դատարանում է բան տենց եւ այլն, բայց ասեց Ռոբերտ Քոչարյանը ինքը կարծեմ ասեց արժանինքներ ունի Հայաստանի պետականության մեջ, թե սենց ինչ որ մի բան։ Վանեցյանը ինքը ԼԱԱՑ-ի պետ էր, տես մի հատ հարցազրույց ունի, դե արդեն սաղը նայեցինք, հասկացանք, որ հա, մարդը ջոգում է այս պոեզը ուրա գնում, ու արդեն իսկ հասկանում է, որ չէ, այս պոեզը սխալ տեղ է գնում, ինքն էլ ըստ այդմ սխալ տեղում է, ու դա ժամանակավոր է, մի օր ինքը այդ պոեզից դուրս է գալի, ինքը պետք է որպես հայ մարդ, հայ տղամարդ բան, ոնց որ իր բանը պահի։ Պահեց հիմա։ Բայց գուցե Սիսակ Գաբրելյանի նման են մտածում Հայաստան չի լինելու եւ ոչ մեկ դե այդ եմ ասում, ձեզ տենց համոզում են, բայց իրանց ասեք որ թուրքերն էլ եթե Հայաստանը մնաց parza ինչ է լինելու, եթե չմնաց թուրքերն են գալու ավելի դաժան բաներ։ Բոլորիդ համար ինքնաթիռներում եթե այդ սցենարը գնա, տեղ չի լինելու, հիշեմ, երբ որ Դրա համար աղոթեք մեզ համար, որ պայքարենք, որ գոնե երկիրը մնա։ Դուք ձեր ստրախովկեքը ոչ չէ ունեցեք, այսպես քրիտիկական իրավիճակներում, այդ մարդու մահը էնել լուրջ մարդում հեշտ բան չի էլի։ Ցեղասպանություն իրականացրած դա լավ ուսումնասիրված բան է, թեմա է, դրա մասին առանձին հոդվածներ էլ կան, որ շատ ցեղասպաններ, բան ցեղասպաններ էլի, դաշտային ցեղասպաններ, հենց իրոք ֆիզիկապես ասենք սպանողներ։ Հետո կյանքի վերջի տարիներին խելագարվում էին։ Այդ ընտանիքների ուշադրությունները կա, որ ասում են երեխեք են գալիս աչքիս առաջ, արյուն եմ տենում, գժվում եմ, բան եւ այլն։ Շատ տես պատմություններ կան, հələ իշքանն էլ եղել է, որ մենք չենք իմացել, գժվում էին այդ մարդիկ։ Բախի գժվեք։ Ձեր գլխի ճարը ինչ որ մի ձևով տեսեք։ Եվ վերջին հայտարարությունը Նիկոլի բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այն որ ասում է՝ «Յա իրոք», ով էր ասում՝ «Յա իրոք»։ Սարսակյան։ Ոնց որ կասեր դասականը՝ «Յա իրոք»։ Այս ինչի մասին էինք մենք խոսում 4 սրբազաններ փակված խոշտանգվում են ծայրահեղ ծանր հիվանդ վիճակում ինչ պայմաններում երկրի թիվ 1 բարերարը ինչ պայմաններում Սամվել Կարապետյանը մոռացել են Սամվել Կարապետյանի մասին երկրի թիվ 1 բարերարը բոլոր վերջին 30 քանի տարվա առաջին չկա այդպիսի բարերարություն իրանից հետո նոր արելա քրքրքոյ դե իրենք համարում են իրենից հետո լավ եք լսում իրա կեսից էլ մի քիչ այդ կամ արելա քրքրոյանը որ լեգենդա մեծ հայ է խոսք չկա բայց իրա կրկնակի շատ արելա Սամվել Կարապետյանը սիրելիներս դե ոնց որ թուրքերը մտածում են որ Միրանին այնտեղ խոշտանգում չգիտեմ սպանության փորձ է ինչ է կատարվում գերիների այո այնտեղ ինչ է կատարվում այստեղ ել չեմ ասում ամեն մի խոսքի համար 10 բան է կանում քրեական գործ ամեն մեկից վրա ինչ ուզում է ասում է ինչ բերանները գալիս այս անդաստիրակ փողոցայինների կարող են ասել բայց իրանք դի պատասխան չստանան Պետք է Նարեկն ու Վազգենը իրանք ասեք իրանք պիտի ասեն Նարեկն ու Վազգենը չպիտի ասեն ոնց որ թուրքերի համար ցեղասպանություն չի եղել եղել է երկրի ներսում կարգու կանոնի հաստատում տենց էլ իրանք համար բռնություն չկա բայց կարգու կանոնի հաստատում բայց ինչ է լինելու չէ ամեն ինչ լավ է լինելու բայց վերջում եթե լավ չի ուրեմն դեռ վերջ չի շնորհակալություն ապրե Էդգարը
Թուրքերն ասում են, որ չկցեղասպանը կար կան, ենք